Էթնիկ զտումներ կառավարության պաշտպանության ներքո իսրայելցի նախկին զինվորական նիստեսածը համեմատել է անցյալ դարի հրեական ջարդերի հետ։ Իսրայելական Տելեմ հարթակը հրապարակել է իսրայելական բանակի պահեստազորի սպա գեներալ-մայոր Յակով Օրիի հոդվածը։ Պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգող բարձրաստիճան սպան տասնամյակներ շարունակ եղել է այն համակարգի մի մասը, որի մասին այսօր նա որոշել է պատմել հանրությանը, նկարագրելով սեփական աչքերով տեսածն ու վերապրածը։ Օրոգիշեր իսրայելցի քաղաքական գործիչների հետ շրջող զինվորականը Հորդանանի արևմտյան ափին կատարվող էթնիկ զտումներն անվանել է ինստիտուցիոնալացված պետական ռազմավարություն։ Զինվորականը նկարագրում է պաղեստինյան բնակչության վրա միաժամանակյա ճնշման 4 լծակ՝ հողերի բռնագրավում, տնտեսական ճնշում, պետական հիմնական պաշտոնների զբաղեցնում եւ ֆիզիկական ահաբեկչություն։ Գիշերները նրանք կտրում են էլեկտրահաղորդման գծերը, դադարեցնում ջրամատակարարումը, դատարկում ջրի տարաները, գողանում անասուններին, մտնում տներ, ավիրում ու ծեծի ենթարկում մարդկանց։ Ոստիկանությունը կամ չի արձագանքում, կամ շատ ուշ է հասնում դեպքի վայր։ Ավելին, երբեմն հարձակվողներն իրենք են կրում իսրայելական բանակի համազգեստ։ Արդյունքում գյուղը, որտեղ ընդամենը 2 ամիս առաջ ապրում էին հարյուրավոր մարդիկ, դատարկվում է, բոլոր բնակիչները հեռանում են։ Ռաս Ալ-Այն գյուղում ստեղծված իրավիճակի մասին պատմում է Օրը։ Մենք ականատես էինք լինում բռնության տեսարանների, հետո լուր հայացքներ փոխանակում։ Պատկերացնում էինք, թե ինչեր են վերապրել մեր ծնողներն անցյալ դարում։ Մենք մեզ հրեշ էինք զգում այդ պահին, պատմում է գեներալը։ Նա մանրամասն ներկայացրել է, թե ինչպես է գործում ահաբեկչության մեթոդիկան։ Զտման ենթակա թիրախային համայնքի շուրջ ստեղծվում է ֆերմա կամ հենակետ։ Պետությունը մեծ գումարներ է ներդրում տարբեր ենթակառուցվածքներ, անվտանգության համակարգեր ստեղծելու ու փոխադրամիջոցներ եւ տեխնիկա տեղակայելու համար։ Պատրաստված հատուկ մարդիկ սկսում են ամենօրյա տերորը, որը մի քանի ամիս է տևում։ Արդյունքում պաղեստինյան համայնքը ստիպված է լինում լքել այն վայրը, որտեղ ապրել է սերունդներ շարունակ։ Միայն 2026-ի սկզբից ի վեր այս մեթոդով սպանվել է առնվազն 10 պաղեստինցի, իսկ մոտավորապես 270-ը ծեծվել կամ վիրավորվել են։ Վերջին 3 տարիների ընթացքում Հորդանանի արևմտյան ափին վտարվել է ավելի քան 30,000 մարդ, ասում է իսրայելական բանակի վետերանը։ Փողոցային ահաբեկչությանը զուգահեռ կառավարությունը մեթոդականորեն փոխում է իրավական դաշտը։ 2026-ի հունվարին կես միլիարդ իսրայելական շեկել է հատկացվել ճանապարհների եւ բնակավայրերի ենթակառուցվածքների փոփոխության համար։ Մի շարք տարածքներում Իսրայելի իշխանությունն ընդլայնվել է, հրեաներին հողի վաճառքի սահմանափակումները վերացրել։ Կառավարությունը որոշում է կայացրել հազարավոր բնակարանային միավորներ կառուցել արևմտյան ափը բաժանելով 2 հատվածի։ Օրն ուղղակիորեն նշում է պատասխանատուներին՝ վարչապետ Նեթանյահուին, նախարարներ Կացին, Սմոտրիչին եւ Բեն-Գվիրին։ Շին Բեթի տնօրեն Դեյվիդ Զինին հրաժարվում է այս համագործակցությունները որակել որպես ահաբեկչություն։ Կենտրոնական հրամանատարության ղեկավարը եւ գլխավոր շտաբի պետը Էստորի աչք են փակում եւ սա պատահականություն չէ, այլ լավ մտածված քաղաքականություն, հավելում է գեներալը։ Վերջինիս խոսքով սա մեթոդապես մշակված պետության կողմից ֆինանսավորվող, օրինականորեն կիրառվող եւ քաղաքականապես թույլատրված տեղահանման արշավ է։ Մինչ գեներալներն արևմտյան ափում էթնիկ զտումները նկարագրում են որպես պետական քաղաքականություն, մեկ այլ իսրայելական հրատարակությունը Հաարեցը հրապարակում է ռազմական համակարգի ներսից եկող այլ վկայություններ։ Դրանք զինվորների, պահեստազորայինների եւ սպաների խոստովանություններն են։ Նրանք կոտրվել են ոչ թե մահվան վախից, այլ նրանից, թե ինչ են իրենք արել կամ լուր հետևել ուրիշների գործողություններին, գրում է լրատվականը։ Մասնագետներն այս երևույթն անվանում են բարոյական տրավմա։ Հայֆայի համալսարանի պրոֆեսոր Յոսի Լևի Բելցն այն տարբերակում է հետտրավմատիկ սթրեսային խանգարումից։ Հետտրավմատիկ սթրեսային խանգարումը սեփական կյանքին սպառնացող վտանգի արձագանք է։ Բարոյական տրավման առաջանում է այնպիսի իրադարձությունների արդյունքում, որոնք ընկալվում են որպես հիմնական բարոյական արժեքների, սեփական անձի կամ ուրիշների կողմից կոպիտ խախտում։ Բնորոշ ախտանիշներն են մեղքի զգացումը, ամոթը, զայրույթը, օտարացումը եւ ինքնության քայքայումը, գրում է նա։ Ինքնասպանությունների կանխարգելման ազգային խորհրդի ղեկավար պրոֆեսոր Գիլ Սալզմանն էլ հայտարարել է, որ զինվորականների կողմից հոգեբանական օգնություն ստանալու դիմումների թիվը կտրուկ աճել է Գազայում հաստատված հրադադարից հետո։ Մենք ականատես ենք լինում աննախադեպ մասշտաբի հուզական տրավմայի, այն հասնում է նույնիսկ պահեստազորայինների երեխաներին, որոնք ակամայից լսում են ահասար սուր պատմություններ եւ չեն կարողանում հաղթահարել դրանց արդյունքում առաջացած հուզական վիճակը, ասում է պրոֆեսորը։